Վերջին 2.5 տարիներին Երևանում կանաչ տնկարկները ավելացել են 45.8 հեկտարով։ Խոսքը այն տարածքների մասին է, որոնք թեև հողային մակերեսներ են, բայց կանաչապատված չեն։ Տնկել են 20.000 ծառ, հատել եւ դուրս բերել շուրջ 4.000 ծառ, չոր ու վթարային։ 42.000-ից ավել ծառ 2.5 տարվա ընթացքում ենթարկվել է սանիտարական էտի։ Եվ միևնույն ժամանակ Երևանը ամեն սեզոնին պատվել է ծաղկանոցներով։ Արդեն այս տարի Երևանում 10 հեկտարից ավելի տարածքում ուրբան այգիներ կհիմնվեն։ Աշխատանքների մեկնարկը տրվել է Ծիծեռնակաբերդի եւ Սարալանջի հատվածում։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրենի խոսքով մայրաքաղաքի օդի մաքրության հարցը կլուծեն ուրբան այգիները։ Բժշկական համալսարանի հիգիենա եւ էկոլոգիա ամբիոնի դոցենտը հիշեցնում է վերջին օրերին Երևանի կենտրոնում իրականացված ծառահատումները Թումանյան, Բյուզանդ եւ Մելիք Ադամյան փողոցներում իրականացվել են առանց որևէ փորձաքննության, ինչը էկոլոգիական մեծ աղետ է։ Փողոցները տասնամյակներով կմնան առանց ծառերի։ Եվ փողոցների ծառերը եւ այգեպուրակային տարածքների ծառերը իրարից տարբերվում են։ Չի կարելի կատալպա, բուդայածառ, ալբիցիա բերել կանգնացնել փողոցներում, որովհետեւ այս ծառերը դեկորատիվ էսթետիկ հատկանիշներ ունեն, այլ ոչ թե սանիտարահիգիենիկ, որպես թեղի ծառատեսակը, որպես ամենափոշին նստեցնող ծառատեսակ։ Եվրոպական երկրներն ունեն 40% ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծածկույթ, իսկ Երևանում այն ընդամենը 4% է։ Երևանում մենք խորհրդային տարիներին ունենք 17% ընդհանուր օգտագործման տարածքների ծածկույթ, այսօր մենք ունենք ընդամենը 4-ը, դա միջև զանգվածային ծառահատումներ, հիգիենիկ ստանդարտը պահանջված, որ ապահովի բնակչության թթվածնային քաղցիկ խնդիրներ չլինեն եւ արտանետումներով թունավորումներ չլինեն, մենք պարտավոր ենք 20% ծածկույթ ունենալ։ Փողոցներում, որոնք եւս համարվում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ, զանգվածային հատումներ են։ Ցույց են տալիս չոր ծառ, որն ունի մեջտեղում փչակ եւ ասում, որ բոլորը փտած են։ Ոչ մի գործիքային հետազոտություն չկա, այսօր Երևանի բուսական ծածկի հետ կատարվողը որևէ գիտական հիմնավորում չունի, ընդգծում է Վարդանյանը։ Մեծ հեռուստադիտողներին ցույց են տալիս ինչ-որ ծառեր, որտեղ որ կան փչակներ եւ դա էլ դրապացուցիչ չի, որ ծառերը հատմանի ենթակա են, որտեղ կենտրոնական փչակա, դա այն վտանգավոր փչակները չի եւ թեղն էլ այն արագ ոչնչացող ծառատեսակը չի, որովհետեւ մենք օրինակ եթե լիներ դա բարդի, եթե լիներ հացենի, մեր մոտեցումը մի տարբերակ է, եթե դա օրինակ կաղնի է եւ օրինակ թեղի է, մեր մոտեցումը ծառերը պահելու առումով դրիվ ուրիշ մոտեցում է։ Ամեն բույս ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը եւ հիգիենիկ ստանդարտներով շատ խիստ կանոնակարգված է, թե ինչ բույսեր ընտրել, երբ փողոց են կանաչապատում, մայրուղի, անտառ, պուրակ կամ օրինակ մանկապարտեզի այգի։ Այն բնապահպանական խնդիրները, որոնց առջև կանգնած է այսօր Երևանը, պարզապես անընդունելի են դարձնում ծառահատումները։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։